զրուցում եմ Տեր Եսայի քահանայի հետ, Տեր Եսայի այսօր տոն է մեր եկեղեցում, կխնդրեմ ներկայացնեք։ Այսօր Գյուտ խաչի տոնն է եւ տարերի ընթացքում ու պատմության ընթացքում եղել է իրավիճակներ, երբ որ խաչը մենք կորցրել ենք, Քրիստոսի խաչափայտի մասին է խոսքը եւ այսօր մենք փորձում ենք նաեւ հոգեվոր մեր այս խորհուրդը իրականություն դարձնել այն առումով, որ տարիների ընթացքում կամ մեր սխալ ընթացքում հաճախ մենք կորցնում ենք մեր խաչը, թեև այն կրում ենք մեր պարանոցին, տանը, մեքենայի մեջ, տարբեր վայրերում, բայց ամեն դեպքում խաչի խորհուրդը մեր մեջ, մեր սրտում, մեր հոգում մենք կորցնում ենք։ Գյուտ խաչի տոնը այդ հնարավորությունն է եւ նաեւ առիթն է մեզ մասնակցելու Սուրբ Պատարագին եւ վերագտնելու մեր խաչը, ապրելու Քրիստոսի պատգամներով, Քրիստոսի պատվիրաններով եւ նաեւ այս առիթով Մայրաթոր Սուրբ Էջմիածնում Մայր տաճարում այսօր մատուցվելու է Սուրբ Պատարագ, տեղի ունենալու քահանայական ձեռնադրություն, 6 սարկավակներ պիտի ձեռնադրվեն այսօր, կոչվեն քահանայության եւ նաեւ այսօր խաչափայտի մասունքը Մայր տաճարում դուրս կբերվի հավատացյալների երկրպագության համար։ Հրաշալի է, Տեր Հայ ջան, մեկ դիտարկում եւս այն իրավիճակը, որ այսօր կա մեր երկրում, դուք կարծում եք հենց հետևանք է խաչը կորցնելու, հավատից հեռանալու եւ եկեղեցուն ուղված այս մարտահրավերը այս դաշտում պետք է մենք վերլուծենք, քննենք։ Բնականաբար, երբ որ նայում ենք մեր այսօրվա իրականությանը, մարդիկ հեռացած իրենց արմատներից, իրենց ինքնությունից, իրենց արժեքներից, սա էլ խաչը կորցնելու փաստն է մեր կյանքում։